Սա օրինակ Սումգայիթի Եղեռնից մասապուրց եղած ականատեսների ցուցմունքներն են եւ ձայնագրության տեքստերը։ Հայերին համեմատում էին տարբեր տեսակի կենդանիների, հիմնական վնասատու կենդանիների հետ։ Հարևանն ենք եկավ, սկսեց փաթաթվեց, պաչեց, բանարեց, ասեց օփիկ ես չեմ հավատում, հաջող չեմ անում, եկա հետ գալու, հետ եք գալու։ 37 տարի անցել տիկին Օֆելիան հիշում է Սումգայիթում ապրած վախի բոլոր դրվագները, բոլոր մանրամասներով։ Ամուսինները, 3 երեխան, փրկվել են ադրբեջանցի հարևանների օգնությամբ։ Ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տալիս, Սումգայիթից առաջ էր Արնոտ խմորահունցվում։ Հայ բնակչության նկատմամբ բռնությունները սկսվեցին Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում։ 1987 թվականի ամռանը այստեղ խնդիր առաջացավ, երբ որ խորհրդատնտեսության ղեկավար ազգությամբ հայ Եղյանին փոխարինեցին ազգությամբ ադրբեջանցի ղեկավարով, եւ սա առաջացրեց հակասություն։ 87 թվականի դեկտեմբերին արդեն գյուղում սկսվեցին բռնություններ հայերի նկատմամբ, այդ թվում նաեւ կանանց նկատմամբ։ Ու հենց Չադախլուն դարձավ առաջին բնակավայրը, որտեղից սկսվեց զանգվածային հայաթափումը։ Սակայն մեծ թափը 1988-ին էր։ Փետրվարի 22-ին ադրբեջանցիները Աղդամից Ստեփանակերտ էին գնում, կռվի։ Ասկերանի մոտ բախում տեղի ունեցավ։ Ադրբեջանցիներից 2-ը զոհ, բայց ոչ հայերի ձեռքով։ Սպանվել է ադրբեջանցի ոստիկանի ձեռքով, ըստ զոհի եղբոր հաղորդած տվյալների։ Բայց դա Բաքվի հեռուստատեսությամբ այլ գույներով հանրայնացվեց ու դարձավ ջարդերի բռնկման պատճառ։ Գորբաչովը ուղերձով դիմեց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, կոչ անելով պահպանել հանգստություն ու հանդարտություն եւ վերադառնալ նորմալ կյանքի եւ աշխատանքի։ Հաջորդ օրը Հայաստանում, Երևանում ցույցերը դադարեցվեցին, բայց ադրբեջանական Սումգայիթ քաղաքում դրանք բորբոքվեցին արդեն նոր ուժով։ Օֆելիա Հովսեփյանն օրինակ Սումգայիթի ծայրամասում է ապրել, ամբողջ շենքում միակ հայ ընտանիքն է եղել, գիտեր, ցույցեր կային, բայց փետրվարի 27-ի գիշերվա ջարդերից տեղյակ չի եղել։ 28-ին սովորականի պես գնացել է աշխատանքի։ Ուսմասվարը մոտիկացավ, ասում է Օֆելիա, բայց ո՞նց ես եկել։ Ասում ինչ է եղել, գործի եմ եղել, ինչ է եղել։ Ասում ապա սա գիշեր ձեր հայերը եկել են ձեր հայերին կոտորել։ Ասում ո՞նց հային կոտորի, այդ ինչ բան է։ Շեֆ խոհարարը որ Պերաշկի բան ենք թխում երեխեքի համար, այդ եկավ ասես Օֆելիա, գեր մարդներ ոստիկանություն մեր աշխատում։ Զանգել ասել են, որ աս մեր մի հատ լավ հայ կնիկ կա մեր հետ աշխատում, ասա թող երեխեքին վերցնի, տանը նստի ոչ միտեղ չգնա։ Հետո արդեն տան պատուհանից տեսել է։ Գրազ ավտո եկավ, սաղ սև կուրտկեքով, այսինքն սենց փեդեր ձեռներները, սև շենքի նայում են, հարցնում այստեղ հայ ընտանիք ա եղել, ընդ 5-րդ հարկից մեր հարևաններից մեկը թուրքեր են ասում, իրանք թողեցին գնացին, փախել են։ Ստեղծվել են հատուկ խմբեր ջարդարարների, 10-ից 50 հոգանոց խմբեր են եղել այդ խմբերը, եւ նրանք արդեն կոնկրետ հայերի բնակության վայրերի ցուցակներով գնացել են հայերի ետևից։ Գայանե Հովանեսյանը Սումգայիթի թաղ-թաղ բաժանած հատակագծերի նմուշներն է ցույց տալիս։ Պատմում հայերի բնակարանների մոտ խաչով նշան էին անում։ Մի օր գնում էի շուկա, ավտոբուսում նստած եմ, հետևս երկու կնիկ են նստած, Ղարաբաղի լեզվով են խոսում։ Ասում աղջի, բա հեսա երկու օրա մեր դռան վրա խաչարած արնում։ Որտե՞ղ ես էլ եմ նկատել, պատիժ լվանալուց լվացա բարձրացա, տենում դռան վրա այսինչ խաչարած կավիճով։ Մինչև ջարդերը սկսելը ադրբեջանցիներին այլ տարբերանշաններ են փոխանցել, որ հայերից տարբերվեն, օրինակ չանջատել տան լույսը, նաև գիշերը, անցնելիս մեքենան ազդանշան տալ կամ թափարել ձեռքը, իսկ նրանք, ովքեր փրկվել են ադրբեջանցիներից, հիմնականում հենց ադրբեջանցի հարևանների շնորհիվ է եղել։ Դուրը փակել ենք բարձրացել 5-րդ հարկ, տրամարտն էլ գարկում մեր աշխատում, քաղաքապետարանը։ Եկավ ասեց Օֆելիա Բահլուրը ասել է, որ Օֆելիան ասի երեխեքին վերցնի գա մեր տուն, կմեռնենք միասին, կապրենք միասին, այդ թող ընտանիքը փրկի։ Ամուսինս մեծ տղուս հետ կողքի հարևանի տուն մտավ, ես էլ այդ երկու աղջիկս ու տղես վերցրի գնացի 5-րդ հարկում։ Այդպես հարևանների տանը թաքնվել են մի ամսից էլ ավելի։ Ջարդերի մասին ադրբեջանցի ամուսինների խոսակցությունից է մանրամասներ լսել ու վարակույրից թաքուն նայել։ Մի ընտանիք Մելքոմյանները դրանք մի 30 հոգի նստած ծնունդ անելու իրանք մտել են ներս։ Սաղին ջարդել, փշրել։ Զանավեսկի
Արանքից նայում եմ էլի, մի հատ ջահել աղջիկը վազում ոտաբոբիկ, բտերն էլ հետևից։ Այն կանանց խոտերի միջով տարան թե ինչ արին չեմ ամ։ Ազգային արխիվի գլխավոր արխիվագետ Լուսինե Խաչատրյանը Սումգայիթի ջարդերի մասին պատմող վկայությունները, մահվան վկայականները, լուսանկարներն է առանձնացրել։ Թերթվող էջերում ամեն հաջորդ խոշտանգման նկարագրությունը մյուսից ավելի սարսափելի է։ Յուրի Ավագյան, Սումգայիթ, դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է մարմինը մասերի են բաժանել եւ այրել։ Բռնության են ենթարկել նրան, այրել են թեյով, տաք թեյով, հետո սկսել են ծխախոտով այրել ամբողջ մարմինը, հետո հարևանից իմացա հիվանդանոցում է, հոգեկան խանգարումներ ունի։ Ֆիզիկական վնասվածքներ, ծեծ, բռնություններ, խոշտանգումներ, ողջակիզումներ, բռնաբարություններ եւ այլն։ Ու չնայած մասսայական սպանություններին, ըստ պաշտոնական տվյալների այդ օրերին 26 հայ է սպանվել։ Արխիվային փաստաթղթեր կան, որոնք նշում են 134 սպանվածի մասին։ Սումգայիթին հաջորդեցին Կիրովաբադի, Մարաղայի, Բաքվի ջարդերը։ Չնայած դրան, միայն Սումգայիթի ջարդերի մասով եղավ դատավարական գործընթաց, սակայն ընթացքը ցույց տվեց ձևական։ Ներկայացված են դեպքերը որպես խուլիգանական դրսևորումներ, խուլիգանական մղումներ, մասնակցություն զանգվածային անկարգություններին, այսինքն իրավական ձևակերպումը Սումգայիթին այդպես էր տրված։ Ձերբակալվեց 82 ադրբեջանցի, որից մեկը դատապարտվեց մահապատժի, բայց ըստ տարբեր աղբյուրների դեռ 1999-ին նա համաներմամբ ազատ է արձակվել։ Ենթադրաբար մյուս 81-ն էլ որևէ պատիժ չեն կրել երբևէ։ Ինքնապաշտպանական բնազդը խորհրդային տարիներին թմրել էր։ Տիկին Օֆելիան պատմում է. չէին սպասում, որ կլինի ջարդ։ Հայերը ըստ էության չեն սպասել, որ խորհրդային վարչակարգի եւ հասարակարգի պայմաններում հնարավոր է իրականացնել էթնիկ բռնություններ։ Խորհրդային զինուժը չի միջամտել հայերի ջարդերին եւ հայերի օգնության կանչերին պատասխանել է, որ հրաման չունեն արձագանքելու։ Եվ միայն փետրվարի 29-ի երեկոյան խորհրդային զինուժը իրականացել է գործողություններ, որոնք դադարեցել են հայերի ջարդը։ Այս ջարդերի սարսափները Ադրբեջանը տասնամյակներ փորձում է լռեցնել Խոջալույի Շինձու ջարդերի աղմուկով։ Չնայած կան տարբեր արխիվային ապացույցներ, որ ադրբեջանցիներն են ադրբեջանցիներին սպանել։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչության համար թողել էին միջանցք մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար։ Արխիվային այս տեսանյութում օրինակ հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնում Խոջալույի խաղաղ բնակիչներին, թուրքմեսխետներին։ Ադրբեջանցիները պատմում են իրենց տաք թեյ, սնունդ են հայերը տվել, ծածկոցներ չեն վնասել։ Իսկ այն տարածքը, որտեղ հետագայում որպես ապացույց նկարահանվել էին կադրեր բազմաթիվ սպանվածների մարմիններով, Աղդամ քաղաքից 3 կիլոմետր եւ Խոջալույից 11 կիլոմետր հեռավորության վրա էր, որը ադրբեջանական կազմավորումների վերահսկողության տակ էր։ Ավելին, Ադրբեջանի նախագահ Այաս Մութալիբովը այդ դեպքերից հետո չեխ լրագրող Դանա Մազալովային հարցազրույց էր տվել։ Ռուսական թերթում էր տպագրվել։ Լրագրողի հարցին, թե ինչ է մտածում Խոջալույի դեպքերի մասին, Մութալիբովը նշել էր. կազմակերպել էին իրեն պաշտոնից զրկելու համար։ Ինչպես պատմում են այն խոջալույեցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի պատճառ լիներ իմ հրաժարականի համար, ինչ որ ուժ էր գործում նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ հստակ եւ բանիմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիները ձեռք բերեն նրանց ֆաշիստական գործողությունների մեջ մերկացնող փաստաթղթեր։ Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկը շահագրգռված է նրանում, որ հետագայում այդ կադրերը ներկայացնի Գերագույն խորհրդում եւ ամեն ինչ կենտրոնացնի իմ անձի վրա։ Եթե ես ասեմ, որ սա ադրբեջանական ընդդիմության մեղքն էր, կարող են ասել, որ ես զրպարտում եմ նրանց։ Դատողությունների ընդհանուր շղթան այն է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից այնուամենայնիվ թողնվել էր։ Այդ դեպքում նրանց ինչին էր պետք կրակել։ Իդեպ Խոջալույի գրոհի ժամանակ ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմից տեսանկարահանում չի կատարվել։ Միակ կադրերը օպերատոր Չինգիզ Մուստաֆայևի նկարածն է փետրվարի 28-ին։ Ուխտասարի մոտ հայտնաբերել էր խաղաղ մարդկանց մի քանի տասնյակ դիակ։ Նրանց բոլորի, անգամ երեխաների ոտքին հրազենային վնասվածքներ էին։ Մարտի 2-ին նոր նկարահանումից պարզ էր դառնալու զոհերի գանգը մաշկազերծել են։ Այդ օրերից ոչ շատ անց ժապավենի հեղինակ Չինգիզ Մուստաֆայևը մոտավորապես նույն տարածքում անհայտ հանգամանքներում կահարվեց, իսկ հետմահու արժանացավ ազգային հերոսի կոչման։ Ըստ միգրացիայի ծառայության տվյալների 1988-ից 92 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360,000-ը ապաստան է գտել Հայաստանում, Ադրբեջանում թողնելով տարիների ընթացքում ստեղծածը, ունեցածը։
Դա բնական իրավունք է եւ դրա ապացույցները բազմաթիվ դատական ակտերն են, այդ թվում նաեւ ընդդեմ Ադրբեջանի կայացված դատական ակտերն են Արցախի բնակիչների կողմից, իրենք շարունակում են պահպանել իրենց իրավունքները, նույնիսկ եթե Ադրբեջանը ազգայնացնի ողջ գույքը, նույնիսկ եթե տրամադրի մասնավորներին, ցանկացած գույք, դա կլինի սրճարան, կլինի տուն, կլինի հողամաս թե ոչ, տասնամյակներ էլ եթե անցնի, միևնույն է մարդիկ պահպանում են գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունք։ Առաջին անգամ, որ 90-ականի փախստականները դիմեցին միջազգայնության, դա 2005 թվականն էր։ Այսինքն կոնֆլիկտից մոտ 11-12 տարի հետո եւ այստեղ որոշ խոչընդոտներ հաղթահարեցին ու ի վերջո կարողացան հասնել իրենց նպատակին։ Մի հոգի վճռը շահել է Սարգսյանը իր ընտանիքով, բայց քիչ թվով մարդիկ դիմեցին, ընդամենը մի քանի 100 հոգի։ Մինչդեռ պետք է տասնյակ հազարավոր մարդիկ դիմեին։ Այդ գործով Եվրոպական դատարանը հայտարարեց անձը, որն իր գույքը թողել է Գյուլիստան գյուղում, եթե անգամ իրավունքը ստացել է խորհրդային Ադրբեջանից, միևնույն է, սեփականատերն է այդ գույքի, նույնիսկ եթե 20 տարի չի ապրում այդ տանը։ 6 տարի է խոստանում է, որ փոխհատուցում է եւ նույնիսկ խոստանում է, որ ստեղծել է այդպիսի հանձնաժողով, որտեղ մարդիկ կարող են դիմել, ինչպես միշտ Ադրբեջանը բավարարում է միայն վերացական հայտարարությունները։ Այդպես սեփականության իրավունք ունի նաև Տիկին Օֆելիայի ընտանիքը 88-ին Սումգայիթում իրենց երկսենյականոց տունն են թողել, 92-ին Մարտակերտում երեքսենյականոցը։ Արդեն 34 տարի ընտանիքը հանրակացարանի այս մի սենյակում է կուչ եկել։ Տարիներ առաջ այստեղ էլի բռնագաղթվածներ կային։ Բաքվից, Կիրովաբադից տուն ստացան, գնացին, ազատված սենյակներից մեկն էլ տվեցին ավելի մեծացած ընտանիքին։ Մյուսների նման տանտեր կլինեին, եթե միգրացիայի ծառայությունում տարիներ առաջ իրենց փաստաթղթերը չկորցնեին, հետո ավելի ուշ գտնեին, հիմա դատական գործընթացների մեջ են։ Այս տարիներին 1988-ից 1992 թվականներին ջարդերից փրկված եւ բռնագաղթածներին 273 բնակարանի գնման վկայագիր է տրվել, որոնցից 222-ը իրացվել են շահառուների կողմից։ Միգրացիայի ծառայությունից են թվերը փոխանցում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից էլ տեղեկացնում են։ Իրենց ենթակայությամբ գործող հանրակացարաններում այս տարվա փետրվարի 18-ի դրությամբ ժամանակավորապես բնակվում է 88-ից 92 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած 273 անձ, Երևանում 98, Կոտայքում 129, Արարատում 46։ Իրինա Մկրտչյան, Դավիթ Մաչկալյան, Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյա լուրեր։